կլոր 10 տարվա համար մենք գիտենք ամերիկյան կազմակերպության հրահանգը առայն Հայաստանի, որ 10 միլիարդ դոլար է գողացվել։ Այսինքն մտել է օֆշոր դուրս չի եկել։ 10 միլիարդ դոլարը մեր 2.5 տարվա բյուջեն է։ Այդ դրա համար պետք է միավորը ստեղծվի եւ այդ գումարները այնտեղ խոսքը հարյուրավոր միլիարդավոր դոլարների մասն է, 10 միլիարդի մասին չի։ Այդ ամենը պետք է հետ բերվի եւ մենք ունենանք ուրիշ Հայաստան, որտեղ կեղեքվել է Հայաստանը։ Այսօր ինձ հարց են տալիս, բա ինչ եք մտածում, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վհուկների ворջ չի լինելու, որ ուրեմն վրեժխնդրություն չի լինելու։ Վրեժխնդրությունը վհուկների ворսը Սերժ Սարգսյանի ժամանակ էր։ Երբ որ նա ինձ պատժելու համար ինձ պատժում են իմ որդիները։ Մեկ ուրիշ դիմադրի պատժում են իրենց որդիները, չափած որդիներ ունեին։ Այդ դա վհուկների ворս էր կոչվում։ Իսկ ես չեմ կարծում, որ միլիարդավոր դոլարներ գողացածին ով էլ ուզում է լինի։ Եվ մարդասպաններին, ծանր հանցագործություն կատարածներին պետք է ազատ թողնեն։ Օրինակ ես ճիշտ ասած չեմ պատկերացնում այդ Աղվան Վարդայանի վիճակը, որ այսօր հələ այնտեղ նստած է, այդ վիճակն չեմ պատկերացնում, այդ մարդն է, որ մեր վրա բազում քրեական գործեր է հարուցել, չիմանալը, որ մի օր պետք է գա, որ պատասխան տա։ Աղվան, ո՞նց է, չես ուզում գրես, թե ընդ ասացիր, որ դու ՀԿ-ից բանից դուրս ես, դու ոչ միտեղից դուրս ես, առաջին մարդը իմ կարծիքով պետք է պատժվի դու ես, ու կպատժվես։ Ոչ թե այդպես եմ ցանկանում կամ վհուկների ворսը, որտեղ կեղծիքների հիմնական աղբյուրն ես, Աղվան, կեղծիքների հիմնական աղբյուրը հիշիսը։ Ինչևից է, այստեղ բաներ կան, որ օրինակ այսպեսի մի հարց կա, ներողություն սա ուղղակի մեջ բերեմ, այս խնդիրը։ Ասենք մենք ունենք հանիրավի դատապարտված մարդ, հանիրավի, որտեղ արդարացված է, ասենք Ազատ Աշակյանը 10 տարի դատապարտված է եղել եւ ուղիղ արդարացված է։ 1939 թվականին Յոսիֆ Իսահակյանը օրենք ընդունեց արդարացվածների համար, որ փոխհատուցվի ամեն ինչ։ Բնակարանով, տարածքներով, գույքով, մնացածով։ Այս Հայաստանում ես ազատ անկախ Հայաստանում Սերժ Սարգսյանի այդ հատվածում շակերտներին ազատ անկախ է վերցնել։ Ազատին խաբեցին ոչ մի ցենտ չտալով։ Հուսով եմ Նիկոլ Փաշինյանը այդ սխալը կուղի շատ արագ։ Հիմա ըստ մեջ բերում ուղղակի արեցի։ Եկեք ողջունենք ողջ կառավարությունը, որը այսօր նշանակված է։ Եկեք